Ողջույն, ես Արաքսն եմ եւ այսօր խոսելու ենք ֆինանսական խարդախություններից։ Եթե կարծում եք, որ դա ձեզ չի կպնի, ապա չգիտեք, թե ինչեր կարող են խաբեբաները մոգոնել, պետք է զգոն լինել։ Ֆինանսական խարդախությունները մարդուն ֆինանսապես վնասելու եւ գումար ստանալու համար արվող գործողություններ են։ Ամենատարածված սխեման հետևյալն է. ձեզնից ստանում են անձնական տվյալներ, ձեր անունից կատարում ֆինանսական գործարք։ Ով է արել, դուք։ Ով է ստացել փողը, ես իմ։ Օրինակ, պատկերացրեք, դուք ունեք էլեկտրոնային դրամապանակ, որով կարողանում եք վճարումներ կատարել, գումար փոխանցել եւ այլն։ Եվ մի օր զանգ եք ստանում։ Բարև ձեզ, ես ձեր օգնության կարիքն ունեմ, պետք է իմ էլեկտրոնային դրամապանակից շտապ փող կանխիկացնեմ, տղաս հիվանդանոցում է, շփոթվել եմ իմ համարի փոխարեն ձեր համարն եմ մուտքագրել, հիմա հաշիվս բլոկավորվել է, կարող եք SMS-ով ձեզ եկած թիվն ասել, ուղղակի շատ շտապ է, պետք է հենց հիմա ապա բլոկավորել։ Դուք օգնելու ցանկությամբ ասում եք այդ թվերը եւ իրոք տեղը տեղին օգնում եք նրան։ Քանի որ նա համակարգում մուտքագրում է ձեր հեռախոսահամարը, նշում, որ մոռացել է գաղտնաբառը, ձեր ասած թվերը մուտքագրում ու տադամ, փոխում է գաղտնաբառը։ Խնդրեմ, էլեկտրոնային դրամապանակը այժմ նրա ձեռքերում է եւ ձեր անունից վարկեր է ձևակերպում, գումարներ փոխանցում եւ այլն։ Ինչը սխալ արեցիք, տվեցիք անձնական տվյալ։ Խաբեբաները, ունենալով ձեր անձնական տվյալները, կարող են խարդախություն իրականացնել ձեր դեմ։ Այդպիսի տվյալներից են անձնագրի տվյալները, սոցքարտը, բանկային քարտի տվյալները, PIN կոդը, հաշվեհամարը, էլեկտրոնային հասցեն ու մուտքանունը, հեռախոսահամարը եւ այլն։ Խարդախության օրինակներ կարող եմ եւս 3 օր անդադար պատմել ձեզ, բայց իմաստ չկա, քանի որ դրանք ամեն րոպե փոխվում են։ 5 րոպե հետո կարող եմ բոլորովին նոր բան մտածել, բայց բոլորն ունեն մեկ ընդհանրություն։ Ձեզ համոզում են ու տվյալ կամ գումար հափշտակում։ Օրինակ, կարող են ձեզ էլեկտրոնային նամակ ուղարկել, գրել, որ ձեր բանկը ուզում է տվյալներ թարմացնել, ձեզնից հարցնեն տվյալներ։ Դրանք պետք է ուղարկել նրանց, ուղարկում եք ու պարզվում է, որ բանկը ոչինչ էլ չի ուղարկել, իսկ դուք պատասխանել եք խարդախին, տվել բանկային տվյալներ, ձեր բանկի պաշտոնական մեյլից չնչին տարբերվող մեյլին։ Պետք չէ պատասխանել, կարող եք մոտենալ բանկ եւ ճշտել, իրենք են գրել, ինչ տվյալ է անհրաժեշտ։ Կամ նամակ է գալիս, որ գումար եք շահել կամ ժառանգել, պետք է փոխանցել ընդամենը 10,000 դրամ, որ ձեզ փոխանցեն ձեր 1 միլիոն դրամը։ Ինչ է 10,000 դրամը 1 միլիոն դրամի փոխարեն, եւ դուք փոխանցում եք ու տալիս քարտի տվյալներ կամ փոխանցեն։ Բայց հետո գումարն էլ է կորում, նրանք էլ։ Պետք չէ պատասխանել նման նամակներին։ Ձեզ զանգում են արտերկրի անծանոթ հեռախոսահամարից, դուք հետ եք զանգում ու կորում են գումարներ ձեր հեռախոսահամարից։ Պետք չէ պատասխանել արտերկրի անծանոթ համարներին։ Գալիս է անծանոթ ու անհասկանալի նամակ, որի վերջում լինում է հղում։ Սեղմում եք հղման վրա եւ վիրուսներով ու ծրագրերով լցնում համակարգիչն ու կորսում մի աշխարհ տվյալներ։ Պետք չէ սեղմել անհասկանալի հղումների վրա։ Գալիս են ձեր տուն, ներկայանում որպես բարեգործական կազմակերպություն, խնդրում են ձեր հեռախոսը, որ փոխանցում անեն ու տանում են փողեր։ Պետք չէ տալ հեռախոսը ոչ ոքի։ Խարդախության դեպքերը կարող են ահռելի վնասներ հասցնել մարդկանց։ Օրինակ, մալայզիացի գործարար Ջոլոն 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս է հասցրել իր խարդախության զոհերին։ Մի լավ վախեցրի ձեզ, բայց ես դա չէի ուզում անել։ Ես միայն ուզում եմ, որ դուք զգոն լինեք։ Համեմատություն անեմ, երբ գնում եք արտերկիր, որտեղ Հայաստանից անձրևոտ է, ապա նաև անձրևանոց եք վերցնում ձեզ հետ, չէ՞։ Նույնն այստեղ է, եթե գնում եք ֆինանսների աշխարհ, իսկ հիմա բոլորս ենք գնում այնտեղ, ապա պետք է պատրաստված գնանք։ Զգույշ եղեք, տվյալներ մի տվեք ոչ ոքի, այդ թվում հեռախոս, քարտի, բանկային հաշվի, էլեկտրոնային դրամապանակի, բանկային քարտի, մոբայլ բենքինգի հավելվածի կամ կայքի մուտքանուն եւ գաղտնաբառ, ֆինանսական այլ ծառայության հետ կապված ցանկացած տվյալ։ Մի պատասխանեք անհասկանալի ու անծանոթ զանգերին, էլեկտրոնային նամակներին, ստուգեք գումարը փոխանցելիս։ Եթե անգամ Facebook-ով հին ընկերն է գրել, ոստիկանն է զանգել, փոստի աշխատողը կամ առաքիչը, այլ բառով զգոն եղեք։
Իսկ եթե արդեն տվել եք, դե շատերն են տվել, քանի որ խաբեբաները կարող են ամենակարող լինել, նրանք պրոֆեսիոնալ խաբողներ են։ Մնում է հետո պաշտպանել ձեր իրավունքները։ Եթե դարձել եք խարդախության զոհ կամ եթե կարծում եք, որ ձեր ֆինանսական անձնական տվյալները վտանգված են, ապա դիմեք ձեր ֆինանսական կազմակերպությանը, ֆինանսական համակարգի հաշտարին, տեղյակ պահեք իրավապահ մարմիններին։ Ես վստահ եմ, որ աշխարհում կծնվեն դեռ բազմաթիվ ավելի ու ավելի հնարամիտ խարդախություններ։ Մնաց մեզ լավ պաշտպանենք նրանցից։